Մի քանի ուղղություններ պետք է նկատի ունենալ, կարծում եմ, որտեղ հանգարձակի վերափրկվեց Կազան եւ շատ դարողունակ ձևով նոր հարձակումներ, նոր գործողություններ, առընթեր նաեւ Լիբանանի հարավը, թեև սահմանապատ, այնուամենայնիվ հրատատարը բացորեն չի աշխատում, որովհետեւ տարբեր գեդերով, որովհետեւ կոնե Լիբանանի հետ հրատատարի պայմանավորվածությունը այն էր, որ 60-օրյա ժամկետ ճշտվել էր եւ պետք է իսրայելյան ուժերը հերանային լիբանանյան տարածքներից։ 5 ռազմաքիդական փլուրներ թերևս վերահսկվում են իսրայելյան ուժերի կողմից, հարավը շարունակվում է հրթիռագործվել, իսկ Գազան, ինչպես ասեցի, բավական բռնկուն վիճակով։ Ուրեմն այս բոլորի զուգահեռ նաև Սիրիայում այնքան հանգիստ չէր իրավիճակը, որտեղ նաև սահմանամերձ շրջանները Սիրիա, Լիբանան բախումներ գրանցվեցին, հետո նաև Իսրայելի ներխուժման դեսքով սիրիական տարածքներ վերահսկելու երևույթը, Գոլանի բարձունքների վրա իսրայելյան ուժերի վերագահավորումները, բոլորը խոսում են շատ թեժ իրավիճակի մասին,